մեծ թյուրըմբռնում կյանքի մասին։ Իրենք մեղավորություն եւ պատասխանատվություն բառերը նույնացնում են։ Լինել պատասխանատու ինչ-որ մի բանի համար չի նշանակում լինել մեղավորը դրա համար։ Պարտադիր չէ, որ ամեն ինչ ունենա մեղավորներ, կան օբյեկտիվ խնդիրներ, բայց պատասխանատվություն ստանձնել պետք է։ Օրինակ ջրհեղեղը, ջրհեղեղի համար կամ երկրաշարժը ոչ ոք մեղավոր չի, բայց երկրաշարժի հետևանքները վերացնելու համար պատասխանատուներ են պետք։ Մարդը, որ ասում է ես պատասխանատու եմ ջրհեղեղի հետևանքները վերացնելու համար, չի նշանակում որ ինքը մեղավոր է, որ ջրհեղեղ է եղել։ Ահա այս թյուրըմբռնումն է հաճախ պատճառ դառնում, որ մարդիկ խուսափեն պատասխանատվությունից, թյուրըմբռնելով, որ դա նշանակում է մեղավորություն, իսկ մարդը չի ուզում ինքը մեղավոր լինի, եւ ամբողջ կյանքում ապրեն ցեխի մեջ, աղքատության մեջ, չբավարարվածության մեջ, որտեվ չեն ուզում, ոչ մի պահի չեն ուզում, ասենք ձեռը խփել սեղանին եւ ասել ես պատասխանատու եմ իմ վիճակի համար։